Հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը Զոքանչի տանն է ապրել, բայց պետությունից տուն վարձելու գումար է ստացել։ Ձեր կարծիքով ինչի մասին է սա վկայում։ Ես չեմ զարմանում արդեն։ Հիմիկվա կառավարության դեպքում ամեն ինչ սпасել է։ Անօրինական յուրաքանչյուր հարց այդպես է լուծվում իրանց մոտ։ Ոնց որ Հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը Զոքանչի տանն է ապրել, բայց պետությունից տուն վարձելու գումար է ստացել։ Ձեր կարծիքով ինչի մասին է սա վկայում։ Դա կոռուպցիայի առաջի դրսևորումն է հենց ինքը կոռուպցիա է։ Ում աշկեր են կապում կամ խապում։ Եթե մի մարդ այդ պաշտոնին ոնց կարող է վարձով ապրի կամ տուն չունենա։ Զոնկաջի տուն ապրելով, հա, Արզրիկ Մինասյանի նման։ Ենել էր ասում Զոնկաջի տուն եմ ապրում։ Բայց հետո ինչ պարզվեց։ Դե ինչ ասել։ Ես հիմա ոչինչից չեմ զարմանում, որովհետև այս կառավարությունը բացի թողի ինչ ասեմ, ամենակեղտոտ բաները կարող եմ իրանց համար ասել, որ մարդկանց ապակողնորոշում են, մարդկանց գցում են դրության մեջ, որ ոչ մեկի նկատմամբ հավատ չունենան։ Կոնկրետ ես հավատս կորցրել եմ նախկին, ներկա, ինձ համար միևնույն է, համակարգը կոռուպացված է, համակարգը ամբողջովին լճացած է, չգիտեմ, ոչ մի ոլորտ չի աշխատում իր տեղում չի, ոչ մի մասնագետ։ Ոչ մի ոլորտում ճիշտ մասնակետ չկա, ճշգրիտ մարդիկ չկան։ Իսկ այն մարդիկ, ովքեր էլ որ գիտեն, տեղ չեն տալիս։ Հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը Զոքանչի տանն է ապրել, բայց պետությունից տուն վարձելու գումար է ստացել։ Ձեզ ինչի մասին է սա վկայում։ Շորտ բան։ Սա մանրուք է իմ համար, հասկանում եք, ես հայրենիք եմ կորցնում։ Իսկ դուք ասում եք հակակոռուպցիոն, եսի ինչ, գործարք։ Պետք է գլոբալ մտածել, գլոբալ խոսել։ Դրա մասին է խոսքը։ Ինչի մասին, խաբեության։ Ուրիշ ոչ մի բան։ Պետք է բան։ Գաղափար ճիշտ ասած չունեմ։